Ալիևը Հայաստանի իշխանությունների կեղծ խաղաղասիրական քարոզի ֆոնին ցմահ կամ երկար տարիների ազատազրկման դատապարտեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Շարունակում են Բաքվում պահվել մյուս հայորդիները։ Սա ապտակ էր Հայաստանին ու հայ ժողովրդին։ Սա հերթական անգամ պայթեցնում է խաղաղության մասին փչվող փուչիկը։ Դատելով ամենից, Հայաստանի իշխանություններին այս հարցը չի հետաքրքրում, քանի որ պաշտոնական Երևանը ծպտուն անգամ չի հանել դատապարտվածների թեմայով։ Պաշտոնական Երևանը լռում է, բայց փոխարենը խոսում են միջազգային հեղինակավոր կազմակերպությունները եւ մարդու իրավունքներով զբաղվող հայտնի գործիչները։ Մասնավորապես, մեկնաբանելով Ռուբեն Վարդանյանի 20 տարվա ազատազրկման եւ մյուսների ապօրինի դատապարտման վճիռները, Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրուտերսը հայտարարել է. Մեջբերում եմ. 17 մեղադրյալների դեմ կայացված դատավճիռները, որոնք ավարտվեցին Ռուբեն Վարդանյանի դատապարտմամբ, ոչ այլ ինչ են, քան դատական ֆարս։ Այն փաստը, որ Ռուբեն Վարդանյանը այլ քաղաքացիական անձանց հետ միասին դատվել է ռազմական դատարանում, լուրջ մտահոգություններ է առաջացնում եւ անհամատեղելի է արդար դատաքննության երաշխիքների հետ։ Amnesty International-ը Ադրբեջանի իշխանություններից տեղեկատվություն է խնդրել դատավարության եւ հավաքված ապացույցների մասին, սակայն որևէ պատասխան չի ստացել։ Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները մարդու իրավունքների շրջանակներում եւ ապահովի, որ հանցագործությունների մեջ մեղադրվող բոլոր անձինք դատվեն միջազգային իրավունքի եւ արդար դատավարության չափանիշներին լիովին համապատասխան։ Իր հայտարարությունն է արել տարածաշրջանային ղեկավարը այդ միջազգային հեղինակավոր կազմակերպության։ Պարզ է, որ այս իշխանությունների օրոք գերիների հարցը չի լուծվելու։ Սրանք այնպիսի պարտավորությունների տակ են մտել Թուրքիայի ու Ադրբեջանի մասով, որ պարզապես չեն ուզում եւ նույնիսկ չեն կարող գերիների հարցով զբաղվել։ Բայց եթե այդ հարցը չի ներառվում խաղաղության գործընթացի մեջ, ապա մենք չենք ստանում կայուն, երկարատև եւ երաշխավորված խաղաղություն։ Եթե Հայաստանի իշխանությունները ցանկություն ունենային կամ կարողություն ունենային այդ հարցը լուծել, ապա Տրամպի վկայությամբ նախաստորագրված փաստաթղթում գերիների հարցը կներառվեր եւ դրա հրապարակային տեսք կստանալ։ Սակայն մենք տեսնում ենք, որ այդ ամենը տեղի չի ունեցել։ Իշխանափոխությունից հետո մենք անպայման զբաղվելու ենք գերիների հարցով եւ դա ներառվելու է խաղաղության գործընթացի ընդհանուր փաթեթի մեջ, քանի որ առանց այդ հարցի դժվար է պատկերացնել իրական եւ երկարատև խաղաղություն։ Գերիների ազատ արձակման հարցում մենք համոզված ենք եւ նաեւ տեսնում ենք տարբեր դիրքորոշումներից ելնելով, շահագրգռված են Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Արևմուտքը, միջազգային կազմակերպությունները, քանի որ նրանց էլ բոլորին պետք է, որպեսզի տարածաշրջանում կայուն խաղաղություն տիրի։ Ես համոզված եմ, որ նաեւ Ադրբեջանի ողջամիտ շրջանակներն են հասկանում, որ գերիների հարցը պետք է լուծվի, բայց դա կլուծվի, կրկնեմ, իշխանափոխությունից հետո։ Մենք պետք է շատ լավ իմանանք, որ արժանապատվություն չունեցող ժողովուրդներին չեն հարգում, անարժանապատիվ ժողովուրդները չեն կարող պետականություն կերտել, այնպես որ գերիների ազատ արձակման հարցը նաեւ մեր արժանապատվության խնդիրը պետք է դարձնենք, որպեսզի կարողանանք կայունություն, խաղաղություն եւ զարգացում ունենալ։